Ներկայացուցիչ Տիկին Սարգսյան դեռ ԿՀ-ի մոտ հիշում եմ, որ նշում էիք, որ տեղի ունեցողը շարունակվելու է, եթե չարժանանա գնահատականի, ընդվզման եւ այլն։ Փաստացի հանրությունը հաշտ չէր ընտրության արդյունքների հետ, բայց իրավիճակը էսունով գնաց։ Ինչ սպասել հետո, Ծառուկյանը հասկանալի է, որ միակը չի լինելու։ Գիտեք, ինչ սպասել հետո, ես տեսնում եմ, որ մենք այսօր ինչ որ կատարվում է երկրում իշխանությունների կողմից ամեն ինչ անկանխատեսելի է։ Մենք մեկ օր առաջ էլ չգիտեինք, որ կլինեն այնպիսի իրադարձություններ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում օրինակ 10,000 քաղաքացի կարթնանան գործազուրկ։ Պետք է ընդունենք, որ այսօր 10,000 հոգի չգնացին աշխատանքի։ Եվ բնականաբար այն ինչ որ տեսնում ենք, ես ավելի քան համոզված եմ, որ այս ամենը, այս գործընթացը լինելու է շարունակական։ Եթե ամեն ինչին ճիշտ գնահատական չտրվի, այո, ԿՀ-ի բակում ես դա ձեզ ասել եմ, եւ տեսնում ենք, որ այս ամեն ինչը շարունակական է։ Դա կլինի։ Ծառուկյանից ինչ են ուզում իշխանությունները։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Ծառուկյանը բավականին հաջող գործարար է եւ առիթ ունեցել է Փաշինյանը իր այդ մոտեցումը Ծառուկյանի հանդեպ հաստատելու տարբեր դրվագներով, ասելու, որ այո, գործարար է, լավ աշխատում է եւ այլն, ինչ փոխվեց։ Գիտեք, այդ ինչ են ուզում իշխանությունները, այդ հարցին ես իսկապես չեմ կարող պատասխանել, որտեղ նրանց ցանկությունները եւ արարքները անբացատրելի են։ Ես կարող եմ ասել այն, որ ես Գագիկ Ծառուկյան անձին, անհատին ճանաչում եմ 1995 թվականից եւ 95 թվականից մինչ օրս Գագիկ Ծառուկյանը եղել է հաջողակ գործարար, Գագիկ Ծառուկյանը կառուցել է, Գագիկ Ծառուկյանը եղել է կենդանասեր, Գագիկ Ծառուկյանը հովանավորել է լավ սովորող ուսանողներին, հովանավորել է սպորտսմեններին եւ սպորտը, նույնիսկ այն ժամանակ, երբ չկար քաղաքական դաշտում, նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ չէր, բայց այդ բոլոր գործողությունները իր կյանքում նա այս 30 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության կյանքում, պատմությունում կատարել է եւ վստահ եմ, որ կատարելու է եւ ինքը մեր ժողովրդի մոտ ես վստահ եմ, որ ընկալվում է որպես բարերար, բարեգործ, մարտով կառուցում է եւ նոր չէ, որ մենք պետք է հասկանանք, որ Գագիկ Ծառուկյանը բարեգործ է, իսկ թե իշխանությունները ինչ են մտածում եւ ինչ սկզբունքներով են առաջնորդվում, դա իսկապես միակ հարցն է, որին այսօր ես պատասխան չունեմ, որտեղ անկանխատեսելի է եւ ոչ մի բանը նորմայի եւ տրամաբանության շրջանակներում չէ։ Նշեցիք, որ բոլոր իշխանությունների ժամանակ է Ծառուկյանը գործունեություն իրականացնել, բայց չենք հիշի մի դեպք, երբ Ծառուկյանը կոնկրետ այլ իշխանության կողմից նախկին, դրա նախկին այսպիսի ճնշումների ենթարկվեր, հաշվի առնելով նրա գործարար համբավը եւ այլն եւ այլն։ Գիտեք, Ծառուկյանը պարբերաբար թիրախավորվել է, այնպես չի, որ ընդհանրապես չի թիրախավորվել, բայց այո, այսպիսի գործողություններ, գիտեք, համենայն դեպս ես կարծում եմ, որ ոչ մի իշխանության օրոք մարդու տուն մտնել, մարդու տունը խուզարկել 12 ժամ եւ մարդու զավակներին, ուղղակի դուստրերին, դուրսը սպասող դուստրերին թույլ չտալ, որ մտնեն հայրական տուն կամ այն պահին, երբ պարոն Ծառուկյանը պետք է դուրս գար, ուղղակի թողնեն, որ մոտենան հորը հրաժեշտ տան, այո, բնականաբար ոչ մի իշխանության օրոք նման չի։